Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy։ Հա, հենց այդպես, այս անգամ ուղակի Arm Comedy, առանց ինչ-որ, չգիտեմ, պաթոսի, ռազմայնասիրության։ Առանց ինչ-որ առաջին պատմամշակութայինի կամ հոգեվերլուծականի։ Հա, մենք մերոնցով ուղակի նստենք Arm Comedy վարենք։ Իսկ մենք մերոնցով ասելով նկատենք դե մեր սիրելի Նարեկ Մարգարյանին Եվ ինչու ոչ Սերգեյ Սարգսյանին, որոնք ձեզ համար այսօր պատրաստել են հետևյալը։ որն է տարվա նորաձևության ճիչը։ Ուր փոխանցել աշխատողների պահված գումարները։ Երևանում բացվեց նոր մոլ, Երևան մոլ։ Շուտով կբացվի էլ ավելի նոր մոլ, Ջաջուր մոլ։ Մեր մշտական հեռուստատող Խաչի Գևորգյանը գրում է. Տղաներ, այ դուք միշտ հետևում եք նորաձևության նորագույն թրենդերին։ Որն է այս տարվա թրենդը, ճիչը կամ բումը, կարող եք ասել։ Հարգելի Խաչիկ, իհարկե կասենք, այս տարվա նորաձևության գլխավոր թրենդն է գազային հանձնաժողովներ ստեղծելը։ Այո, մի պահ բոլորը տաքսի ծառայություններ էին բացում, հետո թխվածքի արտադրամասեր, իսկ հիմա գլխավոր բումն է գազի հանձնաժողովները, ընդդիմությունը փորձեց ստեղծել, հետո իշխանությունն ԱԺ-ում ստեղծում, իսկ հիմա Կառավարությունը որոշեց գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել։ Մի բան չանի ազգային ժողով էլի։ դե որքան շատ հանձնաժողովներ, այնքան մարդիկ ավելի հանգիստ կքնեն, չէ՞։ Իսկ ի՞նչ է պետք այդ հանձնաժողովը որ աշխատի։ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը առաջարկեց շարժական լաբորատորիա ստեղծել կալորիականության ստուգման համար։ Վարչապետը ընդունեց առաջարկը։ Հա իհարկե, դա այնպես լուրջ բան չի էլի։ Ընդամենը մի 25-30 հազար դոլարի պատմություն է։ Շատ լավ։ Քանակերում մի հատ ուստակ է, կարա 17,000-ով այդ լաբորատորիայից հավաքի։ Հերիք հա քո խադավիկին գովազդես մեր եթերում։ Լավ, իսկ էներգետիկայի փոխնախարարը չի զգում գազի որակի տարբերությունը։ Դուք տանը օգտագործում եք գազ, զգացել եք տարբերություն։ Ահա, ոնց որ մի բան զգացել է, հա։ Ասեք։ Ну, գիտեք ինչ, տարբերությունը այնքանով եմ զգացել, որ ձմեռը շատ ցուրտ էր, իրոք վճարել ենք մեծ գումարներ։ Հա, մենք էլ։ Ինչ լավ է, երբ կառավարությունում կա մարդ, ով քեզ հասկանում է։ Պաստորեն դուք ել եք զգում, որ ինչ որ խնդիր կա։ Դուք ընդունում եք որ խնդիր կա գազետի վերջը որ Սաղ ժողովուրդն է գտնում, գտնում եք, որ ես կարող եմ չգտնեմ, իհարկե գտնում։ Բա հա, ես էլ ասեմ ինչն է ինձ տենց անհանգստացնում։ Ժող իսկ ուրախ ես, որ այսքան նոր հանձնաժողովներ կունենաս գազը ստուգող, ԱԺ հանձնաժողով, կառավարության հանձնաժողով։ Բա իհարկե ուրախ եմ, հələ ես իմ կողմից կառաջարկեի, որ ամեն մի նախարարություն իր հանձնաժողովը ստեղծի, ամեն մի մարզ իր համար հանձնաժողով ստեղծի, մի հատ էլ տենց ընդհանուր հանձնաժողով ստեղծվի։ Ինչի համար։ Դե աշխատատեղը էլի գիտեք հիմա ոնց է, մարդիկ պարապեն։ Մերսի ժողովուրդ, իսկ մենք տեսնենք ազգային ժողովում ինչպես է ընթանում հանձնաժողովի կազմավորումը։ Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցություններից երկուսը Բարգավաճ Հայաստանը եւ Հույդան ամենայն հավանականությամբ կմասնակցեն ԱԺ-ում ստեղծվելիք գազային հանձնաժողովի աշխատանքներին։ Արդեն լավ է, արդեն ոնց որ հավաքվում է Dream Team-ը։ Բա մնացածը ինչ են ասում, ժառանգությունը։ Մեր առաջարկությունները հիմնականում չընդունվեցին։ Վայ քորանամ ես, ինչու։ Ոչ իշխանական ուժերը պիտի կարողանան կոռեկտ իրավիճակներով աշխատել, այլ ոչ թե զբաղվեն պոպուլիզմով։ Կոռեկտ իրավիճակներով չեն աշխատել։ Երևի էլի, ուրիշ ինչ կարող լիներ։ Իսկ ՀԱԿ-ը կաշխատի կոռեկտ իրավիճակներով։ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քննարկումից դուրս եկավ զայրացած։ Հանրապետական մեծամասնությունը էականորեն փոխեց հենց նոր իրանց առաջարկները։ Իստերը պիտի դեռ փակ լինեն, չգիտեմ, ինֆորմացիա հնարավոր չի տարածել եւ այլն։ Իսկ Instagram-ում նիստերի նկարներ գցելու մասին ընդհանրապես մոռացեք։ Ոչ մի թվիթել կամ Facebook-ում ստատուս գրել։ Հիմա այս նիստերը դռնփակ անցկացնելը ինչ նպատակ է հետապնդում։ Նպատակադրում ենք, որ հնարավորություն ստեղծենք լրիվ հնարավորինս ավելի շատ հասարակության համար, քան ինքներս մեզ համար։ Հա, մենք էլ էս պահերը տենց լավ չենք հասկանում։ Ինչպես գիտեք, մոտենում է գարունը, որ այդքան սիրում են մեր դեկտեմբերի գազի հաշիվը վերապրած հայրենակիցները։ Բայց մարտը այսօր ունի ոչ միայն այդ խորհուրդը, այլև կենսաթոշակային խորհուրդ։ Վերջապես պարզելու ենք ինչ է լինելու վերջը։ Իսկ ֆինանսների նախարարությունը արդեն սկսել է դա պարզել։
Ֆինանսների նախարարը զգուշացնում է, բոլոր այն գործատուները, ովքեր արդեն պարտադիր կൂտակային պահումներ են արել իրենց աշխատողների աշխատավարձերից, բայց այդ գումարները չեն փոխանցի Գանձապետարանում բացված միասնական հաշվին, ապա կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության։ Ըստ Դավիթ Սարգսյանի, գործատուն այդ կերպ վնասում է աշխատողին եւ հետեւաբար պետությունն էլ որոշել է պաշտպանել աշխատողի շահերը։ Վերջապես ինչ որ մեկը պաշտպանում է աշխատողի շահերը։ Իսկ ինչպես է իրեն զգում երկրի համար 1 աշխատողը այս հարցի կապակցությամբ։ Շատ ոգևորված եմ տղեկ ջան, այսինքն գործատուներից պատժում են ինձնից պահումներ անելու համար։ Այո, տեսնում ես, իսկ դու ինչ որ վախենում ես։ Ձեր ցավն էլ տանեմ, հեսա որ գործատուներից պատժեն, այդ փողերը վերադարձնեն, խոստանում եմ մի հատ լավ մաղարիչ եմ անելու։ Վերադարձնեն։ Բա պահոմանողների նախարարը դրա համար չի քննադատում։ Դե ոնց ասեմ, Դու մի ասա, թող նախարարն ասի։ Պետությունը նաև որպես աշխատողների իրավունքները պաշտպանելու տեսանկյունից հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները եւ կոպիտ ասած իրանք չստանան դրա տոկոսները, եկամուտները։ Տեսնում եք, ամեն ինչ ժողովրդի համար։ Հա, բայց ոնց ասենք, որ համ չնեղվես, համ էլ ընկճախտի մեջ չընկնես։ Խոսքը քեզ այդ գումարը հետ վերադարձնելու մասին չի, այլ կառավարական գանձապետական բաժին փոխանցելու մասին է։ Այսինքն այդ փողը գործատուից խլելու են, որ տան հիմնադրամին։ Սկսում ես հասկանալ։ Բա իմ շահը ո՞րն է։ շատ պարզ։ Եթե իրանք պահել են իրենց աշխատակիցների գումարները, չեն վճարել եւ չեն վճարելու այդ հաշվին, ապա ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ գործատուն պահել է աշխատակցից գումար եւ կոպիտ ասած այդ գումարների գծով տոկոս է աշխատում բանկերում աշխատակիցների։ Այն դեպքում, որ եթե դրանք փոխանցված լինեն, այդ գումարները նույն տոկոսը եկամուտը կստանան արդեն աշխատակիցները։ Հա, բայց դրա ինչն էր վատը, ասում է, որ լավ կլինի, որ այդ եկամուտը ես ստանամ։ Հա, բայց մի 40-45 տարի հետո։ Տենց, հա, բայց համանդրականի որոշումը ինչի՞ էր կապված։ Էդ էլ մանրամասն բացատրել։ Ես չեմ մեկնաբանում եւ չեմ էլ ուզում եւ իրավունք էլ չունեմ մեկնաբանելու համանդրական դատարանի որոշումները, բայց իմ տարական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում։ Այն պատասխանատվությունը, որը որ գործատուն գրում է պետության արչև եւ ինչի մասին նաեւ դուք եք խոսում, բայց կա հետեւյալ հարցը. եթե գործատուն գանձել է ըստ էության ձեզանից, ինձանից, այլ աշխատողից գումարը եւ պահել է իր հաշվին, իրավունք ունի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե ոչ։ Ահա, ինձ թվում է ես սկսում եմ ամեն ինչ հասկանալ։ Բայց քանի որ դու հավանաբար սխալ ես ամեն ինչ հասկանում, մեզ այս հարցում կօգնի մեր հատուկ ֆինանսական փորձագետ Մհեր Խաչունցը։ Մհեր։ Շնորհակալություն։ Ինչ թաքնված ուղերձ է ուղարկում ազգին ֆինանսների նախարարը։ Դե ասեց մարդ, ասեց որ գործատուներին չի կարելի աշխատողներից փողերը վերցնել ու պահել իրենց մոտ։ Այսինքն կամ այդ պահած փողը փոխանցեք համապատասխան գանձապետական բաժին, կամ մի գանձեք այդ փողը։ Տենց էլ գիտեի, շնորհակալություն Ռազմիկ։ Իսկ այս պահին մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նորագույն սոցիալական հոլովակ։ Մեզ դիմել են հազարավոր քեֆերի մասնակցած մեր հայրենակիցներ եւ խնդրել անդրադառնալ սեղանային նյուանսներից մեկին։ Այո, հասարակությունը լռում է այս կարևորագույն խնդրի մասին, բայց մենք չենք լռում։ Հաճախ երբ գնում ենք քեֆի, ասենք հարսանիքի կամ ծնունդի, գալիս է այն պահը, երբ պետք է բացվի հանքային ջրի շիշը։ Դե հա, մենակ ուտելով չի։ Հայ մարդը դարեդար կարևորել է հանքային ջուրը, ու սեղանի շուրջ սովորաբար այն բացում է մի փորձառու հայ մարդ։ Այ մարդ, բերեք, ես կբացեմ։ Չոսկացես ինչի սենց եղավ։ Ու ամեն անգամ սենց անկեղծ զարմանում է, վաու, մեջը գազ կար, հա գազ կա, մի քիչ զգուշ բացի էլի։ Շատերին թվում է, որ հանքային ջուր բացելը շատ հեշտ է, բայց չէ, այդ անտերը մի քիչ զգուշ բացեք, որ չցպվի ձեր կողքի նստածների վրա։ Ես ինչ իմանայի, որ սենց կլինի։ Միջին վիճակագրական ժողովուրդը տարեկան բացում է մոտ 200 հանքային ջրի շիշ։ Դժվար է այդ անտերը սովորել զգուշ բացել։ Դե զգուշ էի բացում, կարող է խառնել ինչ-որ մեկը։ Միշտ էլ հնարավորություն կա, որ խառնած կլինեն։ Ընդամենը մի քիչ ավելի զգուշ է պետք բացել։ Այ մարդ, բերեք, կայծակը 2 անգամ նույն տեղը չի խփում։ Մայքու երևի սրա մեջ էլ գազը շատ էր։ Գազը միշտ նույն քանակի է, ուղղակի պետք է մի քիչ դանդաղ բացել։
ու շատ դիր եղեք, սիրելի հայրենակիցներ, այդ անտեր հանքային ջրի մեջ գազ կա, մի քիչ զգուշ բացեք։ Նայ Ժորժ ջան, վերցնում ես ու ընդամենը կամած, շատ կամած ֆրծնում ես, այդքան Ոչ ոք չի ասում, որ հեշտ է լինելու, բայց պետքա փորձել։ 21-րդ դարն է վերջի։ Իսկ Երևանում արդեն բացվեց երկրորդ մոլը, ռազմաերնասիրական ասած առևտրի եւ զվարճանքների հսկայական կենտրոնը։ Այնտեղ կարող եք գնումներ անել, զվարճանալ։ Դե այդ երկուսը հիմնականում։ Իսկ մոլի բացմանը ներկային համարյա բոլորը, պաշտոնյաներ, շոու բիզնեսի մարդիկ, անգամ հոգևորականներ։ Լսի, բայց հոգևորականները ու մոլը մի տեղում տարօրինակ չեն նայվում։ Ստենց ասում, ինչ որ հակասություն ես տեսնում նրա մեջ, որ կրոնը զսպվածություն ու համեստություն ակարոզում, իսկ առևտրի կենտրոնները նյութապաշտություն ու շքեղություն։ Հա, այդ պահը։ Ինչ քթի մաս մարդ դուրս եկար Սերգեյ, ավելի լավ է արի տեսնենք Carrefour սուպերմարկետները բացվելու են վերջը, թե ոչ։ Մենք պլանավորում ենք, ինչպես ասացի, բացումը 14 թվականի 3-րդ երամսյակում Carrefour հիպերմարկետի։ Արա, այս մեկը հիպերմարկետ է լինելու։ Հիպերմարկետը սուպերմարկետից ինչով է տարբերվում։ Հիպերմարկետը դա գյուղի կաթ մածուն կերած բոյով ջանով սուպերմարկետն է, Նարեկ ջան։ Իսկ այդ Carrefour-ի բացումը չի վնասի բոլորովին պատահական անցորդների չունեցած սուպերմարկետներին։ Իսկ Carrefour-ի ներկայությունը չի վնասի ձեր գործունեությանը։ Ազ ջան, ես բիզնեսով չեմ զբաղվում, ցավոք։ Ով բիզնեսով զբաղվում է, յան հարցրեք։ Մեր մոտի սիթիլ քոնը չի։ Երրորդ մասի։ Ով ասի։ Բայց վերջը մրցակցություն կլինի, թե չէ։ Անցորդը ինչ ասեց։ Ես չեմ կարող ասեմ, Carrefour-ը կգա Երևան։ Դե ինչպես ասում են, օրը կգա Carrefour-ն էլ հետը։ Իսկ այսօրվա մեր հյուրն է Երևանում շուտով բացվելիք նոր Ջաջուր մեգա մոլի տնօրեն Կովալենկո Բացոնցը, բարև ձեզ։ Ողջույն Նորայր։ Նորայր չի իմ անունը։ Իմ անունն էլ Կովալենկո չէ, ինչ սյուր անուն ընդհանրապես Կովալենկո։ Բա ի՞նչը։ Օվալենկո։ Բայց կենտրոնանանք մեր մեգամոլի վրա, այո, մենք բացում ենք Ջաջուր մեգամոլ, որը մեր պատասխանն է լինելու մյուս նորաբաց մեծ մոլերին։ Եվ ինչով է այն տարբերվում մնացած մոլերից։ Ոնց ինչով։ Հսկայական սար ու ձորի տարբերությունը մեր մոլի բացմանը գալու են բազմաթիվ միջազգային պատվիրակություններ, նախագահներ, միջազգային կազմակերպությունների ՄԱԿ-ի նախագահը կարող է գա։ Ու ինչ։ Կամ գլխավոր քարտուղարը։ Ոնց ինչ, բա սա աղը էտա, հասկանում ես, աղը հենց էտա, Բարակ Օբաման է գալու մեր բացմանը։ Բարակ Օբաման ինչի է գալու ձեր մոլի բացմանը, ինչ է կորցրել ձեր մոլում։ Մեր մոլում պասուստոլմա են վաճառելու, իսկ ինքը շատ է սիրում պասուստոլմա, հա, տենց տարօրինակ մի քիչ նախագահ է ինքը, պասուստոլմա է սիրում։ Օվալենկո ջան, ով է օրհնելու Ջաջուր մոլը։ Այստեղ ունենք անակնկալ Հռոմի Պապը։ Ինչու ոչ մեր եկեղեցին։ Ուղղակի մեր տերտերները 2 տարվա կոնտրակտ ունեն միս մոլի հետ ու դրա համար չեն կարող տենց։ Հասկանալի է։ Լավ, կարող ենք ինչ-որ կադրեր տեսնել ձեր մոլից։ Ну, մոլի մասին քիչ շուտ է խոսել, բայց շինարարությունից, այո, կարող ենք տեսնել ինչպես են մարդիկ հետևում այն հիացմունքը, որով նրանք հետևում են մեր մոլի շինարարությանը։ Կներեք, էլի մատ բան հարց։ Ինչ եք սենց հրճվում։ Չէ, այստեղ Ջաջուր մոլն է լելու, Ջաջուր մեգամոլն է ստեղ լելու, հասկանում ես ստեղ։ Շատ լավ է, բայց պետք է նաև պիկանտ հարց տամ։ Տեղական օլիգարխները ինչպես են տրամադրված Ջաջուր մոլի բացմանը։ Մեգամոլի։ Սկզբից շատ մեղվում են ճիշտն ասած։ Չհասկացան կրա, ոչ մի մոլ, սկզբում Երևան մոլ, հիմա Դալմա մոլ, ոչ մի մոլ, արա ոչ Ջաջուր մոլ, չէ՞ մի։ Եվ ինչ լուծում եք գտել։ Դե գլխացավանքից ու բազմաթիվ հեմորոյներից խուսափելու համար մենք գտել ենք լուծումը եւ բացելու ենք Ջաջուր մեգամոլը Թիֆլիսում։ Շատ հետաքրքիր է, շնորհակալություն Օվալենկո։ Ձեզ շնորհակալություն, համեցեք մեր մեգամոլ, Ջաջուր մեգամոլ, Ճավճավաձեի 4։ Բայց մնացեք առաջին ռազմաերնասիրականի հետ։ Սոչիում շարունակվում է ձմեռային օլիմպիադան եւ մեզ շարունակում են ուրախացնել մեր մարզիկները։ Մեր մարզիկները մերոնք մեդալ են վերցրել։ Ինչ էգոիստ ես, չի կարելի ջոկողություն անել մաքսային մարզիկների միջև։ Լավ, իսկ բացի մարզային հաջողություններից նաև եղան երաժշտական բոցեր։ Pussy Riot կամ Upstamp Pisoner punk խումբը փորձեց մինի համերգ անել Սոչիում։
Բայց հակափիսոյական տրամադրություններով լցված կազակները ժեստերի լեզվով բացատրեցին։ Ժեստերի լեզվով։ Դե նաև արցունքաբեր հեղուկի լեզվով բացատրեցին, որ դեռ չեն ներել եկեղեցում են իրանց արած անհամությունը։ Բայց քանի որ արցունքաբեր հեղուկը չօգնեց, կազակները դիմեցին ավելի համոզիչ լեզվի, մտրակային լեզվի։ Դե հիմա դա հին ավանդույթ է էլի այնտեղ։ Սպասիբա լրագրողին ինչի մտրակեց։ Դե այդ զուց թափեցնելու համար էր, լրագրողը իրոք շատ դանդաղ էր աշխատում։ Իսկ ոստիկանություն չկա այդտեղ չեմ հասկանում։ Կա ուղղակի ավանդույթի համաձայն ոստիկանությունը մոտենում է արցունքաբեր գազի ու մտրակի կիրառելուց հետո։ Ավանդույթ է։ Առաջին ռազմայնասիրականը կոչ է անում հայկական պանկ խմբերին զերծ մնալ Սոչիում համերգ տալուց։ Ու մարդ ես ռոք խմբերն էլ թող ոտները կախկցեն, առայժմ գոնե։ Այսքան էր այսօր Վարմ կոմեդին։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Իսկ վերջին գիրքը, որը կարդացել եք, որն է եղել։ Ոնց վերջին գիրքը։ Դա ամենավերջինն է։ Դա հարմարական հարց եք տա։ Ինչի՞ է։ Որովհետև ես անընդհատ եմ կարդում։ Oh, that shark babe has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. You know where that shark bites.